Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում իր աշխատանքն է սկսում օրդ բարի առավոտյան ծրագիրը։ Արթնանալու համար այս պահին առաջարկում եմ գնանք մի լավ տեսահոլովակ դիտենք, վերադառնանք ու չփոխեք հեռուստաալիքը ամենակարևորը։ Գնանք։ Ինչ վերադարձանք վստահ ենք, որ տեսահոլովակ օգնեց ձեզ արթնանալ, եթե դեռ չեք արթնացել, իհարկե արթնանալու համար տարբեր բաղադրատոմսեր կան, առաջարկում են տարբեր խորհուրդներ, սկսած սպորտի սիրահարներից վերջացրած, չգիտեմ, օրինակ մաքուր օդում մնալու, ասում են, որ լանչի ժամանակ իհարկե փորձեք լանչից հետո ավելի երկար մնալ մաքուր օդում եւ այն կօգնի ձեզ առավոտյան ավելի վաղ արթնանալ եւ ավելի թարմ զգալ։ Առհասարակ վաղ արթնանալու համար պետք է հետևել սննդակարգին, օրակարգին եւ այլն, ապրել ավելի առողջ, որը ոչ բոլորին է իհարկե հաջողվում։ Առողջ ապրելու համար իհարկե նաև առավոտյան լավ արթնանալու եւ լավ տրամադրություն ունենալու համար նաև օգնում է վստահ եմ, որ մեր առավոտյան ծրագիրը, որին որ անմնացորդ հետևում եք եւ վստահ ենք, որ ձեզ լավ խորհուրդներ ենք տալիս, իհարկե նաև լավ տեղեկություններ։ Եվ այս պահին ժամանակն է անդրադառնալու մեր հյուրերին, մեկնարկել է արդեն ավանդական դարձած Արմոնո միջազգային ֆեստը։ Եվ այդ կապակցությամբ այս պահին մեր տաղավարում հյուրեր են, որոնց էլ եւ ես կներկայացնեմ։ Եվ այսպես, բեմադրիչ Ռուբիկ Կարապետյան, բարի առավոտ, եւ դերասանուհի Աննա Պողոսյան, բարի առավոտ։ Արմոնո 23-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակներում տեղի կունենա այսօր Ժան Կոկտոյի անտեսանելի զրուցակիցը մոնո ներկայացումը։ Ներկայացումը իհարկե այսօր տեղի ունենալու, ինչպես ասում են ժողովրդական լեզվով դերասանի տանը, հա, գնացեք եւ եթե չունեք հրավիրատոմս, փնտրեք, գտեք եւ մասնակցեք իհարկե այս գեղեցիկ ներկայացմանը։ Ինչպես է սկսվում երիտասարդ ռեժիսորի առավոտը։ Առավոտները սկսվում են, քանի որ ես դեռ սովորում եմ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում մագիստրատուրայում, օրեր կան, երբ սկսվում են դասերով, եթե չկան դասեր, ապա փորձերով։ Վաղ առավոտյան եք արթնանում։ Ոչ շատ շուտ, եթե դասի չեմ, աշխատում եմ քնել երկար, վայելել։ Ռուբիկ, շատ երիտասարդ եք իհարկե, ինչպես առաջացավ մտահաղացումը, հա, այս մոնո ներկայացման բեմադրության, խոսենք այս գաղափարի մասին եւ եթե մինչ այդ եղել է նաեւ նախապատմություն այս ամեն ինչի։ Ասեմ, որ ծանոթ էի Ժան Կոկտոյի Մարդկային ձայն պիեսին, մեզ մոտ ներկայացումը երկու պիեսների միքս է, այսինքն Ժան Կոկտոյից երկու պիեսներ ենք միքսել, այո դա, Մարդկային ձայն եւ Անտարբեր գեղեցիկը պիեսներն են, ի սկզբանե ծանոթ էի Մարդկային ձայն պիեսին, դեռ վաղուց եւ կար ցանկություն դա բեմադրելու։ Երբ տեսա արդեն Արմոնոյի հայտարարությունը, որ ընդունվում են հայտեր եւ կարող ենք դիմել փառատոնին մասնակցելու համար, զանգահարեցի Աննային, ասացի, որ եթե համաձայն է ինձ հետ աշխատել, կվստահի ինձ, միասին սկսենք աշխատել տվյալ պիեսի վրա։ Հետո ընթացքում նաև ավելի խորը, որպեսզի ծանոթանամ հեղինակին, նրա ստեղծագործություններին, ծանոթացա երկրորդ պիեսի հետ, Անտարբեր գեղեցիկը եւ որոշեցի, որ կարելի է նրանք միքսել, որովհետեւ կարծում եմ եւ կրկին զանգարեցիք Աննային, ասացիք որ միքսում եք եւ եթե ինքը համաձայն է, արդեն չէ, որովհետեւ արդեն որ համաձայնվել էր։ Արդեն ինչ ուզում էր կարող եք բեմադրել։ Ամեն ինչ կարող էր Աննայի գլխին բերել, Աննան պետք է աներ այդ ամեն ինչը։ Երկու պիեսները շատ նման են իրար, երկուսն էլ կնոջ մասին են, ովքեր սպասում են։ Սպասում է, չէ, անվերջ սպասում, այո։ Ներկայացման հիմնական գաղափարը դրա վրա է դրված։ Առաջին պիեսում հերոսուհին խոսում է սիրելի տղամարդու հետ հեռախոսով եւ սպասում է նրա վերադարձին, իսկ երկրորդ պիեսում կա տղամարդու կերպար, ով ամբողջ ընթացքում չի խոսում։ Եվ հերոսուհին սպասում է, որ գոնե մեկ անգամ ինչ-որ բառով կարձագանքի իր երկար տեքստերին, եւ մենք որոշեցինք, որ երկու պիեսները կարող ենք միքսել եւ ստանալ ավելի հետաքրքիր ներկայացում։ Վերնագիրը մեր կողմից է ընտրված, Անտարբեր զրուցակիցը, անտեսանելի զրուցակիցը, այդպես։ Այ հետաքրքիր է, հենց մի անգամից Աննան եկավ, թե տարբերակներ կային եւ հենց որ զանգարեցիք Աննային, արդեն առաջինը Աննան էր, հետո մյուսներ։ Շատ լավ հարց է։ Ոչ, տարբերակներ չկային։ Միանշանակ տարբերակը Աննան էր, միանշանակ։ Աննային ծանոթ եմ դեռ վաղուց։ Մենք տարբեր տարիների շրջանավարտներ ենք թատրոնի ինստիտուտի, բայց սովորել ենք նույն վարպետի մոտ, Սաթենիկ Մաթևոսյանի,
ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել նաև մեր վարպետին, ով նաև մեր կողքին այս օրերին իր խորհուրդներով փորձում է օգնել նաև այս օրերի ներկայացման հետ կապված ուղղումներ տալ, խորհուրդներ տալ։ Եվ այդպես Աննային ծանոթ էի դեռ այդ տարիներից, գիտեի նրա բոլոր հնարավորությունները, ինչ որ միտեղ ասենց բեմադրում է իր անընդհատ, այո, ստանում էի գործ, որը բեմադրեց։ Այ Աննա, երբ որ զանգահարեց քեզ եւ ասեց, որ այսպեսի գաղափար կա, խոսենք այս ամեն ինչի մասին։ Ծանոթ եք դուք այդ գործին եւ ինչ ընդհանրապես արձագանք եղավ էլի։ Իրականում։ Ահա։ Ես գում եի, որ դուք իրականում պետք է ասեք։ Ինչպես ասաց Ռուբենը, մենք վաղուց ենք ծանոթ։ Ես անդադար Ռուբենին ասում եի, որ բեմադրություններ արա։ Դու անընդհատ բեմադրություններ արա, որովհետև դա քեզ մոտ ստացվում է։ Այնքան դա ենթագիտակցորեն ես նրան ասացի։ Ճնշեցիր։ Այո, բայց ենթագիտակցորեն։ Որ նա կանայք սիրում են։ Պետք է ինձ հետ բեմադրություն անել։ Նաև ձեզ հետ պարտադիր։ Այո։ Եվ երբ զանգահարեց, օրինակ ծանոթ էիք թե ոչ։ Ծանոթ չէի, եսին ցավոք սրտի, բայց հետո ուսումնասիրելուց հետո իմացա, որ շատ միանգամից ընդունեցիք առաջարկը։ Առանց ճանաչելու թե ինչի մասին։ Այո, միանգամից վստահեցի Ռուբենին, ինչ կլինի, հետո արդեն գրողը տանի։ Հետո գրողը տարավ եւ պիեսը ծանոթացա եւ այլն, հետո իմացա, որ շատ է բեմադրվել, շատ տարբեր ձևերով, բայց կարծում եմ մերը ավելի է տարբերվում մյուս բեմադրություններից։ Այս գործի։ Երբ որոշվեց միքսել, հա, խնդիրը ավելի իհարկե այլ հարթություն տեղափոխվեց։ Դարձավ պիեսը իրականում, որովհետև այդտեղ միատոն է շատ ավելի գնում, բայց երկուսի միքսը ինձ թվում է ավելի հետաքրքիր դարձավ։ Ձերն է կերպարը։ Երկու կերպարն իհարկե մոտիկ են իրար, բնականաբար հոգեվիճակներով, կարծես թե սպասում է անընդհատ, բայց փորձում եմ մոտեցնել, բայց այդքան ավելի բարդ իրավիճակ է ստեղծվել Աննայի համար։ Այսօր երեկոյան ովքեր կտեսնեն ներկայացում, այնտեղ չեն տեսնի երկու կերպար, այլ կտեսնեն ավելի շատ կերպարներ։ Պես որ Աննան փորձելու է այսօր մարմնավորել տարբեր կանանց։ Այսինքն բազմաժանր է։ Մենք փորձել ենք այո ստեղծել այնպիսի ներկայացում, որը սպասման եւ սիրո գաղափարը վերաբերում է ոչ թե մի կնոջ, այլ ընդհանուր կնոջը։ Այսինքն կին հասկացողության, կին երևույթին Աննայի գործը այդ դեպքում ավելի է բարդացել։ Դժվար է բավականին, ասեմ քեզ համար նաև պատկերացնում եմ որքան դժվար է եղել, որովհետև կինը դա անբացատրելի եւ անվերջանալի գալակտիկա է։ Որից մեզ ուսումնասիրել, երբեմն ինչ-որ բաներ ես ունենում էլի, այսպես հետաքրքիր է։ Իհարկե սիրով կգայի, բայց ցավում եմ այսօր չեմ կարողանա, բայց կուզենայի դիտեի։ Այ ինչն եք փոխել ձեր տարբերակով, հա, ինչ նոր, այսինքն տարբերակ է լինելու, որը որ նաև ի վերջո մրցույթի, հա, այսպես սահմաններում է ներկայացվում, չէ՞ որ ֆեստ է այն եւ պետք է ինչ-որ նոր խոսք ասել։ Նախ ովքեր որ կարդացել են պիեսները, կարծում եմ ընթերցելու դեպքում երբեք չեն գա այն մտքին, ինչ որ կարող են տեսնել մեր տարբերակում բեմում եւ կարծում եմ, որ այն տարբերակը, որը մենք ենք ներկայացնելու, չի եղել։ Նախ կարծում եմ երկու պիեսների միքսը դժվար եղած լինի եւ նաեւ այն տարբերակը, որը մենք ենք փորձելու ներկայացնել, փորձել ենք ստեղծել այդպիսի ներկայացում, կարծում եմ, որ չի եղել, կարծում եմ հետաքրքիր ներկայացում է ստացվել, հենց այն առումով, որ մենք ներկայացնելու ենք ոչ թե մեկ կնոջ պատմություն, այլ այնտեղ, եթե հանդիսատեսի մեջ լինեն տարբեր կանայք եւ բնականաբար կլինեն, յուրաքանչյուրը կարող է տեսնել իրեն իր տեսակի կնոջը, իր տեսակի կնոջ պատմությունը։ Բոլորի պատմությունը իհարկե մեկն է, մեկ կարմիր գծով այսպես գնում է, բոլորը սպասում են իրենց սիրելի տղամարդուն, բայց սպասում են տարբեր կերպ։ Այսինքն համար առաջի տարբերությունը այն է, որ երբեք երկու պիեսները, այս երկու պիեսները միասին երբեք որքան որ գիտեք, այո, տեղի չունեցել։ Լավ, անդրադառնանք հա տեխնիկական ավելի հատվածին գնանք, լույսեր, հագուստ, եթե կան դեկորներ, չգիտեմ, ինչ որ նոր բան լինելու է ձեր կողմից ներդրված է, ձայնային ինչ որ երաժշտություն նաև, հա։ Հարուստ է երաժշտական ձևավորմամբ, Աննայի գործը այստեղ նույնպես բարդացել է, Աննան երգում է, պարում է, ներկայացման ընթացքում, այո։ Ինչ վերաբերվում է դեկորին, ավելի մինիմալիստական ոճի մեջ է, ունենք, բայց շատ այդպես փոքրիկ, ավելի սիմվոլիկ նշանակության, փորձել ենք նաև այդ կնոջ կերպարը
ներկայացնել 4 պատի ներսում, այսինքն մարդով սպասում է այդ մեկ սենյակում ավելի ցույց տալու նրա սպասման այդ դժվարին process-ը։ Այսինքն մենք նույնիսկ երբ սպասում ենք շատ քիչ ժամանակ ամենասովորական կենցաղային դեպքերում, դա արդեն շատ նյարդայնացնող է, երբ հանդիպման ես ու ուշանում է այն մարդուն, դու պետք է սպասես։ Իսկ այս դեպքում, երբ դու սիրում ես տվյալ մարդուն, սպասում ես նրա զանգին, սպասում ես նրա վերադարձին, հույս ունես, որ միգուցե նրա վերադարձը կփոխի ինչ-որ մի բան եւ միգուցե տեղի չունենա բաժանումը։ Այսինքն սա ավելի բարդ սպասման այդպես ընթացք է եւ մենք փորձել ենք դա ավելի այդպես նեղացնել, այդ 4 պատը ստեղծել, փոքր աֆեկտիվ է մեզ մոտ այդ 4 պատը, բայց հետաքրքիր է իմ կարծիքով, որպեսզի կնոջ այդ սպասման դժվարին։ Բայց մեր ներկայացումը այդքան էլ ճնշող չէ։ Այո։ Մենք ստացել ենք նաև այդպես դրամա է, բայց կարելի ասել կոմեդիկ այդպես երանգ։ Ես առաջարկում եմ, մեզ հուշում են, որ մենք ունենք տեսանյութ, հա, առաջարկում եմ այս պահին գնանք, դիտենք մի փոքրիկ տեսանյութ, հա, որը որ կարծում եմ շատ բան չի ասի, իհարկե, բայց ինչ որ մի մեկնարկ կտա։ Դիտենք տեսանյութը, վերադառնանք, շարունակենք մեր զրույցը։ Այս պահին տեսանյութ խնդրեմ, կվերադառնանք ու կշարունակենք։ Շնորհակալություն մեր ռեժիսոր Էրնեստին, իհարկե գեղեցիկ տեսանյութը ներկայացնելու համար մեր հեռուստադիտողին եւ հիշեցնեմ, որ այս պահին մենք զրուցում ենք երիտասարդ իհարկե թատերարվեստի ներկայացուցիչների հետ, ովքեր պատրաստվում են այսօր պրեմիերայով ներկայացնել Արմոնոյին իրենց գեղեցիկ հետաքրքիր բեմադրությունը։ Այ կուզենամ խոսենք կոնֆլիկտների մասին։ Ինչ կոնֆլիկտներ են եղել բեմադրության ժամանակ եւ կային դրանք թե ոչ, եթե անկեղծ, ապա Աննան թող պատասխանի։ Իրականում ամենասկզբում ես Ռուբենի հետ որ խոսում էի, ասում էի ունեցել եմ ուրիշ մոնո ներկայացում ու ես միշտ այդպես եմ իմացել, որ ռեժիսորն դերասանը եթե ինչ որ գալիս են կոնֆլիկտի մի կետի, ուրեմն նշանակում է, որ լավ ներկայացում է սպասվում։ Իհարկե առանց կոնֆլիկտի ոչինչ չի ծնվում, ոչ մի արվեստի նորմալ գործ։ Այո, բայց սկզբում ես ասեցի Ռուբեն, դե չեմ կարծում, որ ինչ որ կոնֆլիկտ մենք կունենանք։ Բայց սխալվում եք։ Բայց եթե չլիներ այդ կոնֆլիկտը, գիտեք, ստեղծագործող մարդկանց երկու էներգիաներ երբ որ կպնում են իրար, չէ, համաձայնեք ինձ հետ, որ հետո մի հատ պայթյուն է տեղի ունենում, ու այդ պայթյան հետևանքով ինչ է տեղի ունենում, կամ լավ բան է լինում, կամ ամեն ինչ ոչնչանում։ Ձեր պարագայում փառք Աստծո, որ այսինքն այո, հասել եք այս ամեն ինչին։ Ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնեմ այսօր առավոտը մեզ հետ կիսելու, վստահ եմ, որ նաև ձեզ շատ երկար չենք պահի այստեղ, որովհետև ձեր արդեն միտքը, մարմինը, որպես արտիստ, հա, գիտեմ, որ այնտեղ է բեմում է, գնացեք, կենտրոնացեք եւ վստահ իհարկե գեղեցիկ ներկայացում ունեցեք եւ կարծում եմ, որ դեռևս ձեր, ինչպես ասում են, ձեր թատերական աստղերը դեռ փայլելու են բեմերում եւ առիթ ունենալու ենք, իհարկե ես եւս գալու եմ եւ դիտելու եմ շատ գեղեցիկ Արմոնա փառատոնին, իդեմս Մարիաննա Մխիթարյանի, ով հնարավորություն է մեզ ընձեռել մասնակցելու։ Մեր ողջույնները Տիկին Մխիթարյանին, Տիկին Մարիաննա, լավ եղեք։ Եվ իհարկե շնորհակալ եմ Աննային ինձ վստահելու, համաձայնելու եւ իհարկե այսօր երեկոյան արդեն կլինի, ստացել ենք լավ գեղեցիկ ներկայացում։ Սիրով սպասում ենք բոլորին ներկայացմանը։ Հեռուստադիտող, մենք փորձում ենք յուրաքանչյուր եթեր օգտագործել, որպեսզի ձեզ մոտ պահենք հնարավորինս մեր մշակութային կյանքին, քանզի այս գորշ ու ծանր միջավայրերում երբեմն փրկում է արվեստը, երբ որ գնում ենք հաղորդակից ենք լինում, թեթևանում ենք, բեռնաթափվում ենք եւ կարողանում ենք իհարկե երեկոն արդեն ավելի լավ կազմակերպել ու հանգիստ երբեմն ինչ որ միտեղ քնել։ Այնուամենայնիվ, այսօր երեկոյան կարող եք գնալ եւ Արմոնո 23-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակներում դիտել Ժան Կոկտոյի անտեսանելի զրուցակիցը, մոնո ներկայացումը դերասանի տանը եւ վստահ եմ, որ լավ երեկո կունենաք։ Այսօր այսքանը։ Կհանդիպենք հաջորդ առավոտ 21 TV եթերում օրըդ բարի շրջանակներում։ Լավ մնացեք։